Սահմանադրական դատարանը երբևիցե ժողովրդին չի ծառայել։ Սահմանադրական դատարանը երբևիցե արդար Հայաստանում չի եղել։ Հիմա էլ չի լինելու։ Եթե նույնիսկ ինչ-որ որոշում կայացրեց, որ ասենք ընտրությունները պետք է կրկնենք, ուրեմն իմացեք, դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է լինելու։ Ինչքան գումար են ստանում սահմանադրական դատարանի անդամները։ Ինչ թոշակներ են ստանում սահմանադրական դատարանի անդամները, երբ որ անցնում են թոշակի։ Ինքներդ նայեք։ Ինքներդ նայեք։ Չի կարող Հայաստանում լինել արդարություն դատական համակարգում։ Ես չեմ ասում բոլոր դատավորների մասին, կան արդար դատավորներ։ Բայց նրանք այնքան քիչ են, որ մենք եւ ոչ մի դրա համար ազդեցություն չունեն արդարության վրա։ Մնացածը զակաս կատարող են։ Դատավորները, քննիչները, դատախազները եւ նույնն էլ սահմանադրական դատարանը։ Ընտրական հանձնաժողովը երբևիցե Հայաստանում չի եղել անգամ։ Հայաստանում չի կարող աշխատել պարլամենտական համակարգ։ Ես մի բան պատմեմ։ Ստալինը, դե գիտեք, հասարակ մարդ էր։ Կար սովետական միությունում դեպուտատ, անունը չտամ, որը ազնվական էր։ Երբ որ Բերյան գալիս զեկուցում էր, որ այդ ազնվականը սա է, Ստալինը կանչում էր, այս մարդն ասում էր. Ես սրանց ասում էր, ես ազնվական մարդ եմ։ Գրաֆ եմ եղել։ Ես տենց բան չէի կարող անել, Ստալինը մի քիչ ընկճվում էր։ Տենց մի 10 անգամ։ Պատերազմից հետո սա մեր գրող հրապարակախոս էր ժամանակ բացինես, որ դեպուտատ էր։ Ասեց, ես սրանց կլինի ինձ ուղարկես այդ Նյուրնբերգի պրոցեսը, ես այնտեղ ուզում եմ դրա մասին բան գրել։ Ասեց գնա։ Հետ գալուց սովետական տամոժնյան դրան կանգնացնում է։ Հետո 2 կոնտեյներ թալան է բերում Գերմանիայից։ Սա ասում է ինձ կապեք Ստալինի հետ, ես իրավունք ունեմ եւ այլ, դե կապում են։ Ստալինը տամոժնիկին հարցնում է ինչ է եղել։ Ասում է, ես սրանց ասում եմ։ Գերմանիայից վերադառնում է, հետո 2 կոնտեյներ թալան է բերում։ Ասում է Իրան թույլ տվեք, այդ 2 կոնտեյներից մի բան իր համար ընտրի, այդ մի բանը թողեք, այն 2 կոնտեյները հետ տվեք։ Մեկ է տրոպկեն տուր իրան։ Տրոպկեն տալիս է իրան, ասում է, լսի, ասում է, ես մտածում եի դու ազնվական ես։ Բայց դու սովետական միության գերագույն խորհրդի դեպուտատ ես, դու ազնվական չես։ Դրանով այդ դեպուտատի կլեյմոն դրված է։ Մենք քիչ պետք է ունենանք դեպուտատ։ Հայաստանի պարլամենտը պետք է լինի մի 30-35 հոգի։ Մենք պետք է լինենք նախագահական երկիր։ Սահմանադրական դատարանի ղեկավարը եւ անդամները պետք է ընտրվեն համաժողովրդական ընտրություններով։ Դատական ամբողջ համակարգը ռեգիոններով պետք է ընտրվեն ժողովրդի կողմից եւ ոչ մեկ իրավունք չպետք է ունենա խառնվի դրա մեջ։ Երևանի քաղաքապետը եւ բոլոր քաղաքների քաղաքապետերը Հայաստանում պետք է ընտրվեն ուղիղ ժողովրդական ընտրությունների կողմից, ոչ թե պետք է լինեն նշանակովի։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ արդար երկիր եւ պաշտպանված լինենք արդարացի։ Երկրի ղեկավարը չպետք է զբաղվի փողերով, նա պետք է միայն խնդիր դնի եւ հետեւի դրան, որ մեր ժողովուրդը լավ թոշակ ստանա, լավ աշխատավարձ ստանա։ Իսկ դրանով պետք է զբաղվի կառավարությունը, կառավարության ղեկավարով։ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից։ Իսկ մեր մոտ այսօր ամեն ինչ ահավոր քաղաքականացված է։ Կառավարության ղեկավարը չպետք է իրավունք ունենա խառնվի քննչական դատախազի դատավորի գործունեության մեջ, որտեղ նա է հիմնական փոխծախսող։ Եվ նրա ընտրակաշառքները հենց բյուջեի հաշվին է լինում, եթե ինքը դառնում է ընտրողի։
երկրի նախագահան, բացի ինչ որ նախագահական ֆոնդից, ոչ մի բան չպետք է ունենա, այդ ֆոնդն էլ պետք է օգտագործի միայն բարեգործական խնդիրներ եւ ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ կատարելու համար։ Շնորհակալություն։